Բարև ձեզ։ Մենք շարունակում ենք Արցախի ձայներ հանդիպումների մեր շարքը, որի առանցքում մեր հայրենակիցների զրույցներն են իրենց կյանքի եւ անձնական պատմությունների մասին, ստեղծագործական կյանքի, ուժի եւ կորովի դրսեւորման ամեն օրով։ Այսօր հյուրընկալելու ենք Արմինե Ապրեսյանին, ով գրող է, բանաստեղծ, գրողների միության անդամ, 4 գրքերի հեղինակ։ Արմինե ջան, մտովի վերադառնանք միջպատերազմյան Արցախ, ձեր հայրենիք Ստեփանակերտ։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ես մեծ սիրով կվերադառնամ մտովի Արցախ։ Նախքան պատերազմը սկսելը ես զբաղվում էի իմ աշխատանքի բնույթը լրիվ այլ էր, իմ ստեղծագործական կյանքին զուգահեռ ես զբաղվում էի դրամագիտությամբ, աշխատանքի բերումով բնականաբար, ինչը ինձ համար լիովին նոր ոլորտ էր, նոր էի մտել դրա մեջ։ Պատերազմի օրերին արդեն իսկ երբ տեղափոխվեցի այստեղ, գործս շարունակեցի եւ կարելի ասել աշխատանքն է, որ ինձ փրկել է այդ օրերին։ Բայց դրա հետ միաժամանակ ավելի նոր թափով, ավելի բուռն կերպով սկսեցի շարունակել իմ ստեղծագործական գործունեությունը։ Եթե վերադառնանք ամենասկզբին, ինչպես սկսեցիք ստեղծագործել։ Ներշնչանք էր դա, թե պարտադրանք, թե աշխատանք։ Իրականում Թե տաղանդ էր պարզապես։ Կդժվարանամ որևէ որակում տալ, բայց ես ինձ ինչքան հիշում եմ, ես միշտ ստեղծագործել եմ։ Առաջին բանաստեղծությունս գրել եմ 8 տարեկանում, նվիրված էր մայրիկիս։ Ինքը ինքնաբերաբար ծնվեց։ Ես համառային արձակուրդների մեկնել էի գյուղ, մայրիկին կարոտելուց, այդպես գրեցի իմ առաջին բանաստեղծությունը, ու հետո ինչ-որ մանկական բաներ էի գրում, դե դրանից հետո աստիճանաբար արդեն երբ սկսեցի ուսումնասիրել գրականագիտություն, գրականություն, ավելի լուրջ մոտեցումներ ցուցաբերեցի գրականությանը եւ ավելի լուրջ գործեր ստեղծեցի։ Ձեր վերջին գիրքը հրատարակվել է Հայաստանում, նախորդ 3 Արցախում։ Հիշեցնեք մեզ վերնագրերը բոլոր գրքերի։ Իրականում մի քիչ ցավոտ թեմա է սա ինձ համար։ Առաջին գիրքս հրատարակվել է, երբ եղել եմ 18 տարեկան, գրքի անունն էր Իմ սիրո գույնը։ Երկրորդ գիրքս կոչվում էր Կյանքի դիմագծերը, երրորդ գիրքս Խաղաղությունը դողերոցքի մեջ, այդ գիրքը հրատարակվել է 2020 թվականին, պատերազմից մի քիչ առաջ։ Ցավոք որևէ կերպ չեմ հասցրել ու չեմ կարողացել լուսաբանել գիրքը, որովհետև այլևս իմաստ չուներ։ Չորրորդ գիրքս արդեն հրատարակվեց Մայր Հայաստանում։ Այն ամբողջովին իրենից ներկայացնում է գեղարվեստավավերագրական նյութեր, առանցքում Արցախն է, ամեն ինչ Արցախի շուրջ է, իմ մանկությունից, ընդհանուր իմ ապրած օրերից, լավ ու վատ հիշողությունների շուրջ, էսսեներ են, պատումներ են, բանաստեղծություններ են։ Կարելի ասել, որ այն ձեր վերապրումի արտացոլանքն է, արտահայտումն է, ամբողջ հետպատերազմյան, թե ոչ։ Ճիշտ կլինի այդպես ասել երևի, թե ես հաճախ եմ այս հղումը անում հոգեբանության մեջ, ինչու միայն հոգեբանության մեջ, ֆիզիկայում եւ առհասարակ կյանքի տարբեր բնագավառներում կա այսպիսի մի եզրույթ սուբլիմացիա, սուբլիմում լատիներեն տերմինից է գալիս, երբ դու մի արտաքին աշխարհից ստացող խթանները փոխակերպում ես մի այլ բանի, այսինքն այդ ամբողջ ցավը ես որ կրել եմ իմ հոգու վրա, փոխակերպել եմ, վերածել եմ պոեզիայի եւ այլ ինչ-որ գեղարվեստական գործի եւ վերադարձրել այն մարդկանց եւ վստահ եմ դա միայն իմ մասին չի, որովհետեւ շատերն են որ կարդալով իրենց են տեսնում, ինքը շատ անձնական լինելով հանդերձ։ Արմինե ջան, կուզեի համեմատեիք այդ երկու փուլերում ապրած ձեր կյանքը եւ ձեր ստեղծագործության դիմագիծը տարբերվում է այն միջպատերազմյան եւ հետպատերազմյան շրջանում։ Պատերազմները, առհասարակ ցանկացած պատերազմ շատ դաժան հատկություն ունեն։ Իրենք միանգամից հասունության մեծ չափաբաժին են բերում ու դնում քո առաջ եւ դու ստիպված ես դա մարսել։ Դու այլընտրանք չունես։ Նախապատերազմյան շրջանի բոլոր ստեղծագործությունները շատ ավելի թեթև էին իրենց խորությամբ հանդերձ։ Բայց հիմա երևի ցավը գերակշռում է։ Ինչքան էլ ասենք որ հույս կա մեջը, հավատ կա, միևնույն է, շարժիչ ուժը այդ ցավն է, որը եկել ու կպել է մեր հոգուն ու ոչ մի ձև չի փոխվում։ Այսպես շատ ասված է այդ արտահայտությունը, բայց թույլ տամ ինձ ասեմ, որ ասում են մինչև ցավ չլինի ստեղծագործողը չի ստեղծագործի։ Միգուցե այսպես բանալն է բառեր են, բայց
բոլոր ստեղծագործողները շեշտում են դա, որ երբ որ Ցավից ծանրանում է, այո, դու ելք ես փնտրում, այդ արտահայտչյա միջոցներ ես փնտրում, որպեսզի արտահայտես քո հոգում կուտակվածը։ Ո՞վ է ձեր ընթերցողն այսօր։ Այսօր իմ ընթերցողը ամենատարբեր մարդիկ են։ Իրականում, գիտեք, երբեմն ես երբ հետադարձ կապ եմ ստանում, ինձ համար էլ է զարմանալի լինում, ինչպես է հնարավոր, որ տվյալ գործունեությունը վարող մարդը, տվյալ հետաքրքրություններ ունեցող մարդը այդքան նուրբ հոգի ունենա ու նման բաների մեջ ինքը իրեն գտնի։ Դրա համար չեմ կարող բնութագրել մեկ բառով։ Ամենատարբեր մարդիկ են իմ ընթերցողները։ Իսկ ձեր շրջապատը ընթերցասեր է։ Իմ շրջապատը ընթերցասեր է, այսինչ դժվար հարց եք տալիս դուք։ Կդժվարանամ պատասխանել, որովհետև բացասական պատասխան չեմ ուզում տալ, իսկ դրական պատասխան չեմ կարող տալ։ Հասկացա։ Արմինե ջան, այսօրվա մեր զրույցում անդադ ենք անդրադառնալու պատերազմին, որտեղ դա գլոբալ ողբերգական երևույթ էր, որը որ անջրպետ դրեց մեր կյանքի մեջ, բոլորս հասկանում ենք ինչի մասին է խոսքը, սկսած սահմաններից վերջացրած սոցիալական եւ մնացած ոլորտներով, ինչպես հրաժեշտվեցիք Ստեփանակերտին։ Ստեփանակերտին հրաժեշտ համ տվել եմ, համ չեմ տվել, չէի ուզում հավատալ, որ դա հրաժեշտ է։ Նախքան պաշարումը մի ամիս առաջ այստեղ նորից սկսեցին լուրեր պտտվել, որ Արցախը տալիս են։ Ես հիշում եմ ինչպիսի մեջ դժվարությամբ ես աշխատանք եւ դպրոց բան ամեն ինչ թողեցի, երեխեքիս վերցրեցի ու գնացի Արցախ, մտածեցի դե տալիս են մեզ էլ թող հետը տան։ Չգիտեմ, ինչ որ արկածախնդրություն էր, անհեթեթ բան էր երևի։ Ամեն դեպքում 2023 թվականի նախքան պաշարման օրերը, այո։ Գնացինք, այնքան խաղաղ էր այնտեղ, այո։ Այնքան խաղաղվեցինք մենք այնտեղ, այնքան լավ էր ու հանգիստ թեթևացած սրտով հետ եկանք։ Ես բայց հիշում եմ, որ տուն ճանապարհվելուց առաջ ես մոտեցա մեր պատերն էի գրկում, իհարկե կողքից ոչ ոք չկար։ Այդ տաքությունը ուզում էի ինձ հետ բերեի։ Ես հիմա լավ հիշում եմ այդ ջերմությունը, բայց ես դա որպես հրաժեշտ չէի անում։ Պարզապես մեր հայ հասարակության մեջ տունը այնքան կարևորվում է, տունը լրիվ ուրիշ բան է, դա պատերի մասին չի, դա քո պատմությունն է, քո արմատն է, դա իմ հոր ձեռքերով կառուցած տունն է, իմ համար շատ թանկ տուն է։ Ես գրկեցի մեր պատերը, ես իմ հայրիկի այգով շրջում էի, ծառերն էի շոյում, չգիտեմ ինչ անհեթեթ բաներ էր գուցե կողքից երևում, բայց դա իմ համար այնքան կարևոր էր եւ ես շատ երկար ժամանակ այդ հուշերով ապրում էի։ Իմ գրվածքների հիմքում, խորքում այդ ամեն ինչն է, այդ ջերմությունն է։ Դա էր իմ հրաժեշտը։ Ես ցավում եմ կամ երբեմն էլ մտածում եմ Աստված ինձ այնքան է խնայել, որ ես չեմ տեսել այդ վերջին պահը, այդ հրաժեշտը չեմ տվել։ Չնայած ցավալի է, բայց չեմ տվել այդ հրաժեշտը ես իմ քաղաքին։ Դուք գրում եք, որ հուշը այն կամուրջն է, որը մեզ վերադարձնում է մեր ինքնությունը, վերադարձնում է ինքնին մեզ։ Ինչ եք կարծում, երկար տարիներ դուք պետք է ձեր հուշերը որպես ներշնչանքի աղբյուր կամ ստեղծագործական աղբյուր օգտագործեք։ Այնքան ցավալի է, որ հուշը վաղ թե ուշ մահրում է, ցավոք սրտի։ Ես չկա մի գիշեր, որ ես գնեմ ու երազում չհայտնվեմ Ստեփանակերտում կամ իմ մանկության գյուղում կամ ինչ որ այնտեղի հետ կապված որևէ վայրում, բայց ամեն դեպքում իրենց են թարմությունը կորցնում են, հոտը կորցնում են աստիճանաբար, բայց ես մյուս կողմից գիտեմ, որ դա մի քիչ էլ ինքնապաշտպանական բանից է գալիս, հա, երևի այդպես դու ինքդ քեզ փրկում ես, քո բնությունը քեզ փորձում է փրկել, որովհետև ի վերջո ինչքան կարող ես ցավից հալումաշ լինել, չգիտեմ։ Այնուամենայնիվ կա որևէ ստեղծագործություն, որը ձեր ամենափափագածն է, ամենաճիշտ բառերով արտահայտվածն է, եթե ունեք, միգուցե ընթերցեք կամ իմ գրածներից հա նկատի ունեք ինքնապատգամ։ Սպիտակ տողերում ապրող ռեքվիեմ, ուղղափառ սիրո լռության պոեմ, եւ գիշերվա մեջ բաբախող մի սիրտ։ Ահա ամենը, որ իմն է այսօր։ Ես եմ ու ներկան, իրար հանդիման, եւ մտախեղում մի սովորական, որ գեղեցիկ է խավարի նման, ու սարսափելի անհավանական։ Հիշողությունը ունենում է բույր, կարոտի, վշտի, անորոշության, անառարկելի շնորհապարտության եւ չափազանցված բախտավորության, եւ ունենում է սևեռուն ընթացք, ճշմարիտ սլացք ու անշեղ հայացք, հոգին անվրեպ խոցելու հակում, բացված վերքերը գոցելու անկում, լռությունները թարգմանելու ձիրք, կատարելություն սահմանելու կիրք եւ ալեգորիկ մտքի արհավիրք։ Սիրտ իմ, ամեն ինչ անիրական է։ Մեր ունեցածը մի բուռ ներկան է, ծայրագույն փխրուն ու փոքրիկ մի պահ,
որի ուսերին անցյալի դավն է ու ապագայի ուրվական մահը։ Եվ մենք անողոք վատնում ենք նրան անցյալի ցավով անverջ մեռնելով եւ գալիք լավը կանխապատվելով։ Սիրտ իմ, մենք պահի վկան ենք միակ, դահիճը միակ ու զոհը միակ, պատգամախոսը ժամանակների։ Մեր էության մեջ իր մահն է կնքել գիտակցությունը հնի ու նորի, ու ներկայի մեջ մեզ թողել մենակ։ Եվ ահա սիրտ իմ ուզում եմ ներկան ապրել հավերժի անձնվիրությամբ, աներկբայելի անպատիր սիրով ձեռնադրել նրան հավիտենությամբ։ Սիրտ իմ խորագետ ու մանկահավատ, չկա երազանք, չկա քուն ու կամք, բայց դու համառիր, քո զենքը պահիր մահվան ճակատին ու կրկնիր բոլոր քո շնչյուններով, որ հաղթանակը քոնն է լինելու։ Թերևս սա ես կառանձնացնեի իմ ստեղծագործություններից, որովհետև ինքը ներկայացնում է այն ամբողջ փոթորիկը, այն մրիկները, որ կան իմ ներսում, միևնույն ժամանակ ինքն իրեն ոգեկոչելով ապրելու, շարունակելու, արարելու։ Այո, եւ միգուցե ամենասիմվոլիկն է ձեր վերասլացք անվանման մեջ, որտեղ վերասլացք ասելով պատկերացնում ենք դեպի երկինք առած մեր աչքերը, որտեղ երկնքում են, կարծում եմ, ամենաիրական մեր արժեքները։ Այո։ Եվ երկնքից ենք միգուցե ստանում այդ ոգեշնչումը։ Միանշանակ երկնքից ու հայի պարագայում նաև հողից ենք մենք շատ ստանում։ Արմինե ջան, այսօր աշխարհում որ պոեզիան է, որ պետք է հասնի մարդկանց հոգիներին, մարդկանց սրտին։ Պարզը, զուլալը։ Գիտեք, կարելի է գրել շատ գեղեցիկ բառեր, օգտագործել ոճաբանական բոլոր հնարքները, շատ խորը գիտելիքներ ունենալ գրականագիտության մեջ, ընթերցել աշխարհի բոլոր մեծերին, բայց միևնույն ժամանակ հոգի չդնել ստեղծագործության մեջ։ Լավ է լինում, երբ հոգի է լինում, ի վերջո ինչ դու գրում ես, ինչ տալիս ես քո ընթերցողին, պիտի նախ եւ առաջ քո սրտով անցկացնես։ Հետո նոր արդեն ինքը կունենա համոհոտ, ինքը կտա այն, ինչ դու փորձում ես տալ, կարծում եմ։ Դա իմ կարծիքն է։ Այո, համամիտ եմ լիովին։ Եվ միգուցե կարծրատիպ է, բայց նաև իրականություն, որ պոեզիան եւ արվեստը պետք է իրենց զարկերակը պահեն ժամանակի արանանոթի վրա։ Այս մեր խառը ժամանակները ինչ թելադրանք ունեն ձեզ։ Ինչպես է կողմնորոշվում այս անորոշության իրավիճակում։ Գիտեք, կա այսպիսի մի տեսակետ, որ ասում են ցանկացած վատ իրավիճակում, ասում են իրականում գնացողները փրկվեցին։ Ամենամեծ բեռը մնում է նրանց վրա, ովքեր ստիպված են այդ իրականության հետ հաշտվելով ապրել։ Եվ եթե ապրում ես, պիտի ապրես լիարժեք։ Ես տեսել եմ մարդու, ով անցել է պատերազմի բովով, բոլոր տեսակի պատերազմների բովով։ Եվ եթե լինում է ինչ-որ առիթ, ինքը բոլորից լավ է ուրախանում, չեմ կարող նկարագրել բառերով, որովհետև ինքը ներկան, պահը տվյալ գնահատել գիտի, ինքը գիտի ինչքան մոտ ենք մենք ամեն վայրկյան մահվանը, ինչ կարող է լինել հաջորդ վայրկյանին։ Դրա համար այնքան կարևոր է ներկան արժևորելը։ Միգուցե դրանում է իմաստությունը։ Այո, հենց դրանում է իմաստությունը, որին ցավոք սրտի շատ դառնությունների միջով անցնելով է գալիս։ Արժևորել ներկան ու կյանքը, պահը։ Արմինե ջան, եւ ինչ հորդորանքի, ինչ հուսադրող խոսքեր կգտնես բոլոր այն մարդկանց համար, ովքեր բարբերաբար անցնում են ծանր ժամանակներ, ճգնաժամեր։ Տեր մի արած նորից ունենանք այսպիսի ճգնաժամեր, իհարկե թող սա լինի իմ կյանքում հնչեցրած ոչ պիտանի երբևէ կարիքը չզգացվի այս խորհրդի, բայց ես մտածում եմ, որ անկախ ամեն ինչի պիտի մարդիկ երազեն, պարզապես երազեն, չմոռանան եւ ամենափոքրերը, եւ ամենամեծերը, ամենատարեցները, հատկապես տարեցների աչքերին նայելիս է, որ քեզ շատ անպաշտպան ես զգում ու ամենաշատ այդ ժամանակ ես պարտության հոտը համը զգում։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս երազենք, չգիտեմ, տեսանյութեր ես նայում, քո քաղաքը հավերում են, այլևս չկա այն ինչին դու ձգտում ես, որտեղ դու ուզում ես անընդհատ վերադառնալ, բայց կարծում եմ, որ երազանքը ամեն դեպքում փրկում է եւ սա ամենևին ռոմանտիկ կոչ չի, անիմաստ զգայական բան չի, զեղում չի, իսկապես պետք է երազել, որովհետեւ երազանքները պարտադիր իրականանում են, վաղ լինի թե ուշ։ Ես համոզված եմ դրանում, որովհետեւ ունեցել եմ դրա փորձը։ Արմինե ջան,
Եվ ոնց եք կարծում, դուք ձեզ լիովին վերագտաք Դիլիջանում։ Դիլիջանում Թե հաստատ կիսատ ինչ-որ բաներ կան, որոնք պետք է լիարժեք դառնան, լիանան։ Երբ 20 թվականին մենք եկել էինք այստեղ, դե սկզբի օրերին Երևանում էինք, հետո ես զգացի, որ ես չեմ դիմանում իմիջի այն տեսանկյունից, որ նման չի, ես պիտի նայեմ ինչ-որ բանի, հիշեմ իմ տունը, եւ իսկ Դիլիջանն այդ առումով ով եղել է Շուշիում, գիտի, որ ինքը շատ նման է Շուշիին։ Եվ այդ օրերին եկա այստեղ փրկվելու։ Իսկ հիմա ես վերջերս ինձ բռնացրել եմ անընդհատ այն բանի վրա, որ ուր էլ գնում եմ դեզանազան միջոցառումներ են լինում եւ այլն անձնական գործերով թեկուս, երբ արդեն հետ վերադառնալիս տեսնում եմ այս փառահեղ բնությունը, միշտ ասում եմ, ահա տուն ենք հասնում։ Ինձ թվում է, այո, այնքանով ինչքանով որ կարող է տուն դառնալ, դրանից ավելին անհնար է սուտ կասեմ։ Անչափ շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար, ձեր կյանքի պատմությունով կիսվելու համար։ Շնորհակալ եմ, որ կաք եւ դուք դարձել եք մեր Արմինեն, մեր համայնքի համար, որովհետեւ ձեզ հիշատակելիս ասում ենք, մեր Արմինեին զանգենք, մեր Արմինեից հարցնենք, մեր Արմինեի երեխաները։ Դա վկայում է այն մասին, որ երբ որ ճիշտ արժեքների կրող ես, դու անպայման քո միջավայրը ինքդ ես փոխում եւ մարդիկ ձգվում են դեպի քեզ։ Արմինե ջան, շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար, շնորհակալ եմ, որ կիսվեցիք ամենակարևորով ձեր հոգում պահած խորը զգացմունքներով եւ մտքերով։ Կարծում եմ ձեր իսկ գործունեությունը ճիշտ վկայություն է ուժի եւ կամքի դրսեւորման ամեն օր, որովհետեւ դուք բացի գրող լինելուց նաեւ մայր եք, օրինակելի մայր, եւ կարծում եմ օրինակել եք մեծ շատ համակարգացիների համար։ Անչափ շնորհակալ եմ եւ այս հնարավորության համար եւ ձեզ հետ այս հաճելի ժամանակ անցկացնելու համար։